Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, Զարուհի Բաթոյան։ Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, հարցս ուղղում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Պարոն վարչապետ, 3 լրատվականներից մեկը մի նյութ հրապարակեց, որը պատրաստել էին իրենց լրագրողի պատահաբար մեր աշխատանքային խմբում հայտնվելու արդյունքում։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության աշխատանքային խումբն էին ուսումնասիրել, թե ինչպես ենք մենք աշխատում, մի խոսքով ընթացիկ աշխատանքներն էին լուսաբանել, մի գովազդային հոլովակ, իհարկե, մեր մասին, իհարկե իրանք այդպիսի նպատակ չունեին, բայց այստեղ նաև հրապարակել էին ձեր կոչը սեպտեմբերի 2023 թվականի սեպտեմբերին հրապարակված, որտեղ դուք կոչ եք անում մարդկանց մասնակցել Երևանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավին, հանրահավաքին եւ վերջում հատուկ նշում եք անում վարչական ռեսուրսի կիրառումը բացառել։ Բայց այնուամենայնիվ որոշ դիտորդական խմբերի անդամներ կարծում են, որ չնայած ձեր հորդորին, որոշ տեղերում մեր կուսակցական գործընկերները կարող են ինքնագործունեությամբ զբաղվել եւ այդպիսի խնդիրներ առաջանալ եւ քանի որ այսօր մեկնարկել է վաղաշաբաթի ընտրությունների քարոզարշավը պաշտոնապես եւ մենք էլ այնտեղ տեխնացու ունենք եւ հավակնում ենք վաղաշաբաթ համայնքի բնակիչների քվեին արժանանալ, ուզում եմ ձեր դիրքորոշումը այս հարցի ուղղությամբ լսել։ Շնորհակալ եմ։ Իր դիրքորոշումը կհայտնի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Համեցեք, պարոն վարչապետ, խնդրեմ։ Շնորհակալ եմ Տիկին Բաթոյան հարցի համար։ Դուք մեր աշխատանքային քննարկումներին մասնակցում եք եւ թերևս առիթ ունեցած կլինեք լսելու իմ դիրքորոշումը եւ կարծիքը եւ համոզմունքը, որ ընտրություններում մենք վարչական ռեսուրս ուզելով թե չուզելով, այսինքն անուղղակի կամ օգտագործելու փորձ անենք, այդ ընտրություններում մենք պարտվելու ենք։ Եվ սա եղել է եւ կա իմ համոզմունքը։ Ընդհանրապես տարօրինակ է, որ մենք այս թեման կարող ենք քննարկել։ Մենք վարչական ռեսուրս կիրառելով ենք Հայաստանում հեղափոխություն արել։ Այսինքն ինչպես կարող է որևէ քաղաքական ուժ իր հաջողության պատմությունից հրաժարվի, որ մտածի հազար ներողություն, այս ներկուսակցական թեմաները բերեցիք ազգային ժողովի ամբիոն, այս լավ չի։ Ինչպես այն քաղաքական ուժը, որի սեփական քաղաքական հաջողության պատմությունից հրաժարվի ու սկսի մտածել, որ կարող է Սերժի ու Ռոբերտի հաջողության պատմությունը ավելի հետաքրքիր է, այդ ինքնասպանություն է այդ քաղաքական ուժի համար եւ քաղաքական գործի համար։ Եվ սա իմ համոզմունքն է։ Ուզում եք իմանալ, շատ խոսում ընտրություններում ինչ ոնց եւ այլն, որտեղ մենք այդ տրամաբանությամբ մտածենք, նույնիսկ չգործենք, որտեղ այդ տրամաբանությամբ մտածենք, այնտեղ միանշանակ պարտվելու ենք, ես որևէ կասկած չունեմ։ Իսկ որտեղ մնանք մեր արժեքների շրջանակում, մենք այնտեղ միանշանակ հաղթելու ենք։ Եվ ապացույցը 2021 թվականի խորհրդարանական ընտրությունները, որը ամբողջ միջազգային հանրության կողմից որակվեց որպես ազատ, մրցակցային եւ այլն եւ այդպես շարունակ։ Ոնց կարա որևէ քաղաքական ուժ կամ քաղաքական գործիչ իր հաջողության պատմությունը ասի դե երևի այդ իմ հաջողության պատմությունը այդքան էլ համոզիչ չի։ Գնանք հլտենանք ինչ կա, կամ որ խոսում են մեզ անդադ բան են անում, մեղադրում են կամ կասկածում են քաղաքական տեխնոլոգիա կիրառելու մեջ։ Ես ուրիշ երկրորդն էլ ասեմ, այնտեղ որտեղ մենք քաղաքական տեխնոլոգիա փորձ անենք կիրառել, այնտեղ մենք պարտվելու ենք։ Որտեղ մեր քաղաքական տեխնոլոգիան էմոցիանա, օրգանիկ կապնա ժողովրդի հետ եւ սերնա ժողովրդի նկատմամբ եւ մեր երկրի նկատմամբ։ Ինչ տեխնոլոգիա։ Տեխնոլոգիայով ինչ անենք, որ ինչը լինի։ Այսինքն ես կարծում եմ ձեզ համար ոչ մի նոր բան չասեցի։ Ես ուղղակի
այնտեղ մի առիթով ուղղակի նաև այս ամեն ինչը գրել եմ, թեզեր եմ դարձրել, չհասցրեցի միջև ձեր հարցը ավարտվի, գտնեմ հետս բերեմ, բայց մի հարմար առիթով, բայց կուսակցական ժողովներին դա հրապարակել եմ այդ թեզերը։ Արձագանք։ Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, ինձ համար իհարկե նորություն չէ եւ ես կարծում եմ շատերի համար դա նորություն չէ, այն իմաստով, որ նույնիսկ փակ խմբում հայտնվելու պարագայում փորձում էին կապել իրար չկապելին, այսինքն գտնել բաներ, բայց հակառակի ապացույցներն էին գտել եւ նրա համար շատերը նաեւ կարծում էին, որ սա նույնիսկ հակառակը մեր PR տեխնոլոգիաներից մեկն է, այսինքն այս լրատվամիջոցի այս գործունեությունը ուղղված է հենց դրան, որ ապացուցի մեր սկզբունքներն ու արժեքները եւ այս իմաստով կարծում եմ, որ կարեւոր է հենց նաեւ այսօր սա վերահաստատելը, որովհետեւ նորից եմ կրկնում, մեկնարկել են Քարոզ Արշավը, մեկնարկել է եւ այստեղ մենք եւս մեկ անգամ մեր սկզբունքներին համապատասխան պիտի իրականացնենք դա քվեին արժանանալու համար մեր համայնքի։ Դե գիտեք, էտել եմ ուզում, այդքան հայտնի է, այդքան քննարկում են PR, բոլորն ասում են PR, այս բառը բոլորը գիտեն, բայց ինչպես ասենք հիմնականում չգիտեն մեր իրականության մեջ ճանաչել զիմաստություն եւ սխրատ ինչով է շարունակում, հենց էլ չգիտեն PR-ը ինչ է, PR-ը ինչ է, public relations, հանրային հարաբերություններ, այսինքն մենք զբաղված ենք հանրային հարաբերություններ եւ այդ է քաղաքականությունը, հանրային հարաբերություններ, այսինքն հաղորդակցվել հանրության հետ եւ հանրության հետ հաղորդակցվելու նորանոր ձևեր գտնել կամ առիթներ գտնել կամ եւ այդպես շարունակ, այսինքն PR-ը հանրության հետ հաղորդակցությունն է եւ այդ հաղորդակցությունը եթե անկեղծ չի, բովանդակություն չկա տակը, ինչքան ուզում են տեխնոլոգիա դնեն, դա ոչ մի բան, դա չի փրկել 2018 թվականին ոմանց, չի օգնել 2021 թվականին, չի օգնել 2021 թվականից հետո մինչև հիմա եւ հետագայում էլ չի օգնելու, որովհետեւ առանց բովանդակության չի լինում քաղաքականություն։ Եվ մեր գանձերը ուր են բա այսօր։ Գանձարանում են, պարոն վարչապետ։ Ինչ։ Լավ, դե եմ ասում, շնորհակալ եմ։